Ասենք փառք Տիրոջը, քուրեր եղբայրներ ջան։ Իրոք մենք շնորհակալ ենք Տիրոջից եւ մենք չենք եկել որ մարդու խոսք լսենք։ Մենք եկել ենք որ Աստված խոսի եւ մենք լսենք քուրեր եղբայրներ։ Որտեւ Աստված երբ որ խոսում է մարդու սիրտը փոխվում է, երբ որ Աստված խոսում է մարդու միտքը փոխվում է։ Եվ մեզ հենց դա է պետք, որպեսզի մենք փոխվենք, իրական փոխվենք, ոչ թե արհեստական, ժամանակավոր, ինչ-որ մեզ ցույց տալու համար, այլ մենք ներքուստ փոխվենք, հենց սա է մեզ պետք և Աստված էլ է սա ուզում, որտև ինքը պիտի մեզ հասցնի մի վիճակի, որ մեկանա մեզ հետ և մենք մեկանանք իրա հետ, իսկ դրա համար պետք է սրտանց Աստծուն ճանաչել, Աստծու առաջ լուրջ ապաշխարել քուրեր եղբայրներ։ Ես ուզում եմ կարդամ Առաջի Թագավորաց 7-րդ գլխի Առաջի Թագավորաց 7-րդ գլխի 3-րդ համարից եւ այստեղ մի քանի կետեր կա, ուզում եմ նայենք այս խոսքերին։ Այն ատեն Սամուելը Իսրայելի բոլոր տանը խոսեցավ ասելով. Եթե դուք ձեր բոլոր սրտով Տիրոջը դարձել եք, ձեր մեջից օտար աստվածներն ու աստարովթը վերցրեք եւ ձեր սրտերը Տիրոջը պատրաստեցեք, ու միայն զանիկա պաշտեցեք, ու անիկա փղշտացների ձեռքից ձեզ պիտի ազատի։ Իսրայելի որդիները Բահաղիմն ու Աստարովթը վերցուցին ու միայն Տիրոջը ծառայություն արեցին։ Այստեղ ես մի քանի կետեր եմ առանձնացրել, ուզում եմ Տիրոջմով նայենք իրար հետ քուրեր եղբայրներ։ Առաջի բանը որ ասում է, եւ եթե դուք ձեր բոլոր սրտով Տիրոջը դարձել եք։ Ինչ է նշանակում Տիրոջը դառնալ քուրեր եղբայրներ։ Տիրոջը դառնալ սա առաջի քայլն է ապաշխարության։ Մարդու կյանքում պետք է տեղի ունենա մտքի փոփոխություն, առաջի բանը, մտքի փոփոխություն։ Ինչ է սա։ Մարդը պետք է սկսի մտածելը արդեն Աստծո խոսքի վրա, ոչ թե իր ուզած ճանապարհների վրա։ Երբ որ մարդը ուզում է ապաշխարի, ինքը պետք է սկսի մտածել ուրիշ կերպ արդեն։ Երբ որ կարդում ենք Մարկոս ավետարանի մեջ, Մարկոս ավետարան առաջի գլուխ 14 համարից, Հովանեսի մատնվելուց հետո Հիսուս Գալիլեա գալով, Աստծո արքայության ավետարանը կքարոզեր, ու կասեր, ժամանակը լրացած է, և Աստծո թագավորությունը մոտեցած է, ապաշխարեցեք ու ավետարանին հավատացեք։ Ապաշխարության կենտրոնական միտքը սա է, շրջվել և ավետարանին հավատալ, դարձի գալ և ավետարանին հավատալ։ Մենք շատ ժամանակ փորձում ենք առանց ավետարանի ապրել, բայց մեզ ձևացնել, որ աստվածապաշտ ենք կամ հոգևոր ենք։ Օրինակ, եթե շատ մարդիկ անկեղծ եղնեն, իրանք կարան ասեն վերջի անգամ երբ են ավետարան բաց է։ Ավետարան բաց է և կարդաց է։ Եթե դու ուզում ես ճշմարիտ ապաշխարություն տեղի ունենա քո կյանքի մեջ, դու պետք է սկսես ավետարանի խոսքով ապրել, հավատալ ավետարանի խոսքին։ Որովհետև Հիսուսն ասում է, ժամանակը լրացել է և երկնքի արքայությունը մոտեցել է։ Ապաշխարեցեք ու ավետարանին հավատացեք։ Եվ Սամուելն էլ ասում, եթե դուք ձեր բոլոր սրտով Տիրոջն եք դարձել, հիմա այս մարդիկ ինչ որ խնդրով գնացել էին Սամուելի մոտ,
ինչ որ խնդրով գնացել են, մի քիչ վերև որ կարդում ենք, ասում ամբողջ Իսրայելը հառաչում էր ամբողջ Իսրայելը, եւ Սամուելը սկսեց դեղամիջոցներ առաջարկելը։ Առաջի բանը, ձեր բոլոր սրտով դարձեք Տիրոջը։ Այսինքն սա ապաշխարությունն է, մարդու առաջի քայլը։ Մարդը պիտի շրջվի, պիտի աշխարհից գոնե ֆիզիկապես շրջվի քուրեր եղբայրներ։ Աստված առաջի փուլում մարդուց շատ բան չի պահանջում։ Ընդամենը շրջվել դեպի Տերը, Աստծո խոսքին հավանություն տալ։ Երբ որ կարդում ենք Սեմնացանի առակը, այնտեղ պտղաբեր հողը, պարարտ հողը, երբ որ բացատրում է որն է, ասում է, երբ որ սերմը ընկնում է, Աստծո խոսքը գալիս է, մարդը միտք է առնում։ Ընդամենը սա քուրեր եղբայրներ, եւ դա սկսում է իր արդյունքը տալը։ Երբ որ մարդը Աստծո խոսքը լսում է կամ կարդում, իր մտքի մեջ պիտի սկսի հավանություն տալ այս խոսքին եւ չունենա հակառակություն այս խոսքի նկատմամբ, թեկուզ չես էլ հասկանում շատ բաներ, բայց մի էլ հակառակվի։ Կարող է մարդիկ առանց հասկանալու սկսեն իրանց խելքով իբր մեկնաբանել Աստծո խոսքը եւ բազում հակառակություններ առաջանան մարդու կյանքի մեջ եւ այդտենց էլ կիսատ թողան եւ գնան աշխարհ։ Դու սկսի հավանություն տալ Աստծո խոսքին, այդ խոսքը իր գործը կանի քո կյանքի մեջ։ Ինչպես եղբայրը շեշտեց, դու ներկա եղի այդտեղ, դու հավանություն տուր մնացածը Աստվածը անելու։ Հիմա երկրորդ քայլը, որն առաջինը ապաշխարել եւ դարձի գալ ապաշխարել, շրջվել Աստծո կողմը, ավետարանի կողմը, ավետարանի հավատքին գալ։ Երկրորդը ձեր մեջից օտար աստվածներն ու աստարովթը վերցրեք։ Սա վերաբերվում է մեղքին, ժողովուրդ ջան, վերաբերվում է մեղքին, հրաժարվել մեղքից, երբ որ մարդը Աստծո խոսքին սկսում է հավանություն տալ, պատվիրանքը գալիս է մարդու մեջ, նախ մարդու մտքի մեջ, եւ մարդը մտովի տեսնում է, որ այս պատվիրանքը ուրիշ բան է ուզում, բայց իր մեջ մի հատ ուրիշ բան կա, որ իրան խանգարում է առաջ գնալու Աստծո մեջ։ Եվ մարդը տեսնում է, որ իր մեջ կա մեղք, եւ Աստված ասում է, այդ մեղքը քեզ խանգարում է, վերցրա այդ մեղքը։ Ճիշտ է, հին ուխտը երբ որ կարդում ենք, այնտեղ բոլորը օրինակներով է տալիս, նոր ուխտը ավելի խորն է բացատրում, բայց հին ուխտը շատ պարզ ձևով ներկայացնում է։ Եվ ասում է, վերցրու աստարովթը եւ բոլոր օտար աստվածները քո մեջից, վերցրու։ Այսինքն դու բեր այդ լույսի առաջ, նկատի, տես, որ դու մեղավոր մարդ ես։ Քո մեղքերով, քո բոլոր վիճակներով մեղավոր մարդ ես դու, ով անձնավորություն, քրիստոնյա։ Եվ սատանան շատ հաճախ ուզում է մարդուն պահի կուրության մեջ, որ մարդը չտեսնի իր մեղքը, որ մարդը չտեսնի իր վիճակը։ Բայց երբ որ մարդը իր մտքում դրել է, որ ես պիտի ապաշխարեմ, ինքը հաջորդ քայլը տեսնում է, որ իր կյանքում կամ մեղք, որը խանգարում է Աստծուն մոտենալու։ Երբ որ կարդում ենք Գործք առաքելոցի մեջ, քուրեր եղբայրներ, տեսեք ոնց է կատարվում սա։ Մեղքից ազատվելը, մեղքից հրաժարվելը ոնց է կատարվում։ Մենք շատ հաճախ գալիս ենք, ինչ որ մակերեսորեն բաներ ասում ենք, բայց այն արմատը, այն հիմքը մենք չենք ներկայացնում։ Իսկ Աստծո խոսքը ուզում է, որպեսզի դու ամբողջովին քո վիճակը ներկայացնես Աստծո առաջ։ Գործք առաքելոց 19-րդ գլխի 18-ից 19 համարները, 19-րդ գլուխ 18-ից 19 համարներ։ Եվ հավատացյալներից շատերը կգային ու կխոստովանեին ու կպատմեին իրանց արածները, եւ կախարդության հետևողներից շատերը գրքերները մեկտեղ բերելով ամենքի առջև կայրեին, նրանց գինը հաշվեցին 50,000 արծաթ դայեկան։
Այսպես Տիրոջ խոսքը մեծապես կաճեր ու կզորանար։ Ինչ էր կատարվում, երբ որ գալիս էին խոստովանության, իրանք մենակ խոստովանություն չէին անում, նաև իրանց գործերը բերում էին, ասում այդ գրքերը, կախարդության, չգիտեմ ինչ գրքեր, սա խոսում էին բանի մասին, որ մարդը արմատապես գալիս էր Աստծո առաջ եւ ամբողջ ճշմարտությունը ներկայացնում էր Աստծուն։ Սա միայն կատարվում է այն ժամանակ, քուրեր եղբայրներ, երբ որ ավետարանի խոսքը հասել է քո մտքի մեջ, եւ դու տեսնում ես, մտովի տեսնում ես, որ դու Աստծո պահանջած մարդը չես, Աստծո պահանջներին չես համապատասխանում, բայց այսօր շատերս փորձում ենք աշխարհը եւ հոգեվորը այսպես նմանեցնել իրար։ Մի քիչ Աստծուն ենք համոզում, մի քիչ մեզ ենք համոզում, մի քիչ եղբայրներին ենք համոզում, ու այսպես ուզում ենք առաջ գնալ, բայց գրված ասում է եւ հավատացյալներից շատերը գալիս էին առաքյալների մոտ եւ խոստովանում էին իրանց մեղքերը, եւ նրանք, ովքեր կախարդության մեջ էին, իրանց գրքերն էին բերում եւ այրում էին առաքյալների առաջ։ Սա խոսում այն բանի մասին, որ մարդը Աստծո խոսքի լույսի տակ է արդեն, ապաշխարությունը սկսվել է մարդու կյանքի մեջ, բայց մենք պիտի դեռ առաջ գնանք քուրեր եղբայրներ, եւ երրորդ կետն եմ ուզում ասել, ուրեմն առաջինը ապաշխարություն, երկրորդը խոստովանություն, մեղքի ճանաչել եւ խոստովանություն, երրորդը ինչ ասում, աստարով թվերցեք, եւ ձեր սրտերը Տիրոջը պատրաստեցեք, եւ ձեր սրտերը Տիրոջը պատրաստեցեք։ Ինչ է սա։ Սա խոսում է վերստին ծնունդի մասին, քուրեր եղբայրներ։ Վերստին ծնունդ։ Մարդը կարա իր մտքում Աստծո խոսքը պահի ամեն ձևով իրան ցույց տա որպես հավատացյալ, բայց մարդու սիրտը դեռ փոխված չեղնի։ Մարդու սիրտը գրված է, որ չար ու խոտորնակ է, շատ խորն է մարդու սրտի խորհուրդները, շատ խորը, եւ դրա համար պետք է այդ սրտի փոփոխություն ամբողջովին։ Ձեր սրտերը պատրաստեցեք Տիրոջը, այսինքն Տիրոջ գալուն քո սրտի մեջ, երբ որ խոսքը մարդու մտքի մեջ է դեռ, մարդու կյանքը չի կարա փոխվի, բայց երբ որ եկել արդեն սրտի մեջ է հասնում խոսքը, տեղի ունենում վերստին ծնունդ, քուրեր եղբայրներ, վերստին ծնունդ, եւ Հովհաննես ավետարանի մեջ Հիսուս Քրիստոս Նիկոդեմոսին ասեց, Հովհաննես ավետարան 3-րդ գլուխ 3-րդ համարից, եւ Հիսուս պատասխան տվեց եւ ասեց նրան, ճշմարիտ ասում եմ քեզ, եթե մի մարդ նորից չծնվի, չի կարող Աստծո թագավորությունը տեսնել։ Եթե մի մարդ նորից չծնվի, մեզ շատ անհրաժեշտ է քուրեր եղբայրներ, եղբայրը որ խոսում էր, որ երբ որ գալիս է փորձություն, երբ որ գալիս է ինչ-որ վիճակներ, շատ մարդիկ հետ են կանգնում։ Սա ցույց է տալի, որ մարդու կյանքում վերստին ծնունդ տեղի չի ունեցել։ Ուղղակի մտքի մեջ, մտքի հավատացյալներ ենք մենք, բայց երբ որ մարդու մեջ գալիս է Քրիստոսը, եւ մարդը ծնվում է Քրիստոսից, Աստծո խոսքից եւ ջրից գրված է։ Եվ Հիսուս ասեց, ճշմարիտ ասում եմ քեզ, եթե մի մարդ ջրից ու հոգուց չծնվի, դա 5-րդ խոսքն է, չի կարող Աստծո թագավորությունը մտնել։ Մարմնից ծնվածը մարմին է, հոգուց ծնվածը հոգի է։ Եթե մի մարդ ջրից եւ հոգուց չծնվի, այսինքն Աստծո խոսքը եւ Սուրբ Հոգու զորությունը պիտի մարդու մեջ ծնի Քրիստոս, որպեսզի այդ Քրիստոս հասակ առնի քո մեջ, Քրիստոս մեծանա քո մեջ եւ քո կյանքը գնալով նմանվի Քրիստոսին, քո խորհուրդները, քո քայլերը, քո ձեռքերը, քո ոտերը, ամեն բան, ամեն գործ պիտի նմանվի Քրիստոսին։ Վերստին ծնված մարդը, երբ որ Քրիստոս աճում է մարդու մեջ, հասակ է առնում, մարդը պիտի գնալով նմանվի Քրիստոսին։ Բայց շատ հաճախ մենք տեսնում ենք, որ մեր կյանքում վիճակներ առաջանում,
ինչպես Հիսուս պատմեց երկու տուն շինողների պատմությունը, հիմար մարդը ավազի վրա էր շինի, այսինքն նա միայն մտքի հավատացյալ էր, նա չէր խորացել, նա չուներ վերստին ծնունդ։ Եվ դրա համար մեզ պետք է քուրեր եղբայրներ, վերստին ծնունդ ապրենք։ Եվ հաջորդ քայլը, երբ որ մարդը վերստին ծնվում է, տեսեք ինչ ասում։ Ձեր սրտերը պատրաստ ու միայն նրան պաշտեցեք։ Հոգևոր ծնունդից հետո, վերստին ծնունդից հետո, պաշտամունքը մարդու մտքից տեղափոխում է նրա սրտի մեջ։ Էլ այդ մարդուն դու չես ասում, գիտես, խնդրում եմ արի պաշտամունքի, խնդրում եմ արի հավաքույթի, խնդրում եմ գիրք կարդա, խնդրում եմ աղոտ կարա, ընդհուպ հավատացյալներ, շատ եկեղեցու անդամներ համոզովի են գալի պաշտամունքների։ Պետք է համոզես մարդուն, որ գա պաշտամունքի, պետք է համոզես մարդուն, որ ծառայություն անի, բայց Սուրբ Գիրքը ինչ ասում Հովաննով Ավետարան 4-րդ գլխի մեջ, 4-րդ գլուխ 23 համար, բայց ժամանակ պիտի գա եւ հիմա ալ է, երբ ճշմարիտ երկրպագողները երկրպագություն պիտի անեն հորը հոգով ու ճշմարտությունով, որովհետև հայրն էլ իրեն այդպիսի երկրպագողներ կուզե։ Այո, պիտի խորանա հոգևոր կյանքը քո մեջ եւ դու պիտի խորանաս հոգևոր կյանքի մեջ։ Վերստին ծնունդը սա է, երբ որ մարդու մեջ ծնվում է Քրիստոս կյանքը, եւ այդ Քրիստոս կյանքը քեզ առաջնորդում է ճշմարտապես ճանաչելու Հիսուսին եւ երկրպագելու նրան ու պաշտելու անկախ քո բոլոր իրավիճակներից, անկախ բոլոր խնդիրներից, ամեն օր, երբ որ աչքերդ բացում ես, ով է քո աչքին գալիս, ով է քո ուշք ու միտքը, ինչ ես ուզում դու, եթե աշխարհի գործերն է, չգիտեմ հոգսերն է, դու սկսի լուրջ մտածելը, որովհետև այս կետերը միգուցե դու կանգնել ես, ինչ որ կետում կանգնել ես եւ առաջ չես գնում, միգուցե միայն քո մտքի մեջ է, միգուցե միայն դու ուրիշներին տեսնելով եկել ես խոստովանություն ես արել, բայց դեռ նույն մարդն ես, նույն վիճակի մեջ, իսկ Աստված ուզում է, որ Քրիստոսը աճի քո մեջ եւ իմ մեջ, եւ դու գնաս ճշմարիտ երկրպագության, ճշմարիտ պաշտամունքի Տիրոջ առաջ։ Եվ վերջում ինչ ասում։ Ու միայն նրան պաշտեք, եւ նա փղշտացիների ձեռքից ձեզ պիտի ազատի։ Ինչ խորհուրդ ունի սա իր մեջ, փղշտացիների ձեռքից ձեզ պիտի ազատի։ Սա խոսում է, որ մարդուն, երբ որ Քրիստոս աճում է մարդու մեջ, մարդը մեղքի բնությունից ազատվում է քուրեր եղբայրներ։ Այդ հին մարդուց ազատվում է մարդը։ Եվ գրված է Հռոմեացիս թղթի մեջ, Հռոմեացիս 8-րդ գլուխ 10 համարը, 8-10, եւ եթե Քրիստոս ձեր մեջ է, ալ մարմինը մեռած է մեղքի համար, ու հոգին կենթանի է արդարության համար։ Ալ մարմինը մեռած է մեղքի համար, ու հոգին կենթանի է Քրիստոսի համար։ Եթե ես ուզում եմ իմ կյանքում ամեն օր ես հաղթեմ իմ մարմնին, հաղթեմ փղշտացուն, հաղթեմ այդ ամաղեկացուն, ես պետք է սկսեմ ապաշխարությունից, խոստովանությունից եւ վերստին ծնունդ, պաշտամունք Աստծո առաջ եւ Աստված ազատում է մարդուն փղշտացուց։ Եվ Պողոս առաքյալ ասում է. ես մարմինս խաչի կհանեմ, չէ՞, եւ ալ կենթանի եմ ոչ թե ես, այլ Քրիստոսն է կենթանի իմ մեջ։ Քրիստոսն է կենթանի իմ մեջ։ Թող փառավորվի մեր Տեր Հիսուս Քրիստոսը։ Ես ուզում եմ երկու համարեր շարունակեմ եւ աղոթքով գանք Տիրոջ առաջ։ Այնատեն Սամուելը ասեց. Իսրայելի որդիները կներեք 4 համարից։ Իսրայելի որդիները Բահաղիմն ու Աստարովթը վերցրեցին ու միայն Տիրոջը ծառայություն արին։ Այն ժամանակ Սամուելը ասեց. բոլոր Իսրայելը Մասփայի մեջ հավաքեցեք, որպեսզի ձեզ համար Տիրոջը աղոթք կանեմ։ Բոլորը Մասփայի մեջ հավաքվեցին Մասփայի մեջ,
ու ջուր քաշեցին եւ Տիրոջ առջև թափեցին։ Այդ օրը ծոմ բռնեցին եւ ասին. Տիրոջը դեմ մեղ գործեցինք։ Սամուելը Մասպայի մեջ Իսրայելի որդին դատավորություն կաներ։ Այս համարները որ կարդացի, ասում եմ Տեր, լավ, ինչ է նշանակում Մասպայի մեջ հավաքվեցեք, եւ ասում եմ որ հավաքվեցին, ընդեղ ջուր քաշեցին ու այդ ջուրը թափեցին, սկսեցին ծոմ բռնել ու ապաշխարել։ Մասփան դա այնտեղն էր, երբ որ Իսրայելի ժողովուրդը Տիրոջը փորձեցին։ Մասփան դա այնտեղն էր, երբ որ ջրի համար, ծարավի համար Տիրոջ առաջ տրտնջացին ու փորձեցին Տիրոջը։ Եվ իրանց այս քայլով, երբ որ ջուր քաշեցին ու թափեցին, իրանք ցույց տվեցին, որ խորքային ապաշխարություն է սկսվել իրանց կյանքի մեջ։ Խորքային ձևով, այսինքն իրանք վերադարձան են ակունքները, որտեղ Տիրոջը չեն լսել, վերադարձան են ակունքները, որտեղ Տիրոջ առաջ տրտնջացել են, բողոքել են, ծարավ ենք, ջուր չես տվել, հանել ես մեզ Եգիպտոսից, որ բերես ստեղ սպանես։ Եվ ասում է, որ ջուր քաշեցին ու թափեցին այդ ջուրը, իրանք այս քայլով ցույց տվեցին, որ Տեր, մեղքը միայն մեր մեջ է, դու քո բոլոր գործերի մեջ արդար ես, մեղքը մեր մեջ է, մենք ենք սխալվել, մենք ենք մեղանչել քո առաջ, մենք զղջում ենք ու ապաշխարում, եւ Տերը ազատեց ժողովրդին, եւ Տերը զորություն տվեց եւ ասում է փղշտացիներին հալածեցին մինչեւ այս ինչ քաղաքը, հալածելով տարան մինչեւ Բեթքովրի այդ սահմանը։ Թող փառավորվի մեր Տերը, քուրեր եղբայրներ։ Այսօր Աստված մեզ կանչել է մեզ հետ խոսելու, այսօր Աստված մեզ կանչել է մեր սրտին խոսելու, բայց մեր մտքի մեջ եւ մեր սրտի մեջ պիտի փոփոխություն տեղի ունենա։ Մենք պիտի մոտենանք Աստծուն, բայց խորը զղջալով։ Մենք ելի եմ ասեմ, ապաշխարել ենք, բայց շատ մակերեսորեն։ Աստված ուզում է խորը զղջանք, խորը ապաշխարենք, որ մեր կյանքի մեջ այդ ազատագրումը գա։ Թող Տիրոջ անունը փառավորվի, կանգնենք աղոթքի Տիրոջ առաջ։ Հալելույա, փառք քեզ Տեր։ Շնորհակալ ենք քեզանից